ժամանակ առ ժամանակ սուր քննադատում եք իշխանությունների վարած քաղաքականությունը։ Ձեզ վերջի շրջանում հրավիրել են հանրային հեռուստաընկերություն։ Անկեղծ ասած կդժվարանամ հիշել վերջի անգամ երբ են հրավիրել, վերջի անգամ երբ են մասնակցել, բայց չեմ հիշում այդպիսի դեպք, որ մերժած լինեմ, բացի վերջի դեպքի պատրաստ էի գնալու, միակ դեպքը, երբ ասել եմ հնարավոր չի մասնակցությունը, դա եղել է իմ գործընկերոջ նկատմամբ անբարեխիղճ մոտեցումից հետո, երբ որ մարդուն բառացիորեն, այլ տեսակետ հայտնող, նոր արարություն, նոր միտք, նոր գաղափար բերած մարդուն, բառացիորեն լեզվախեղդ էին անում, հերթ չէին տալի խոսելու։ Գարեգինը Միսկարյան մեր թիմը երբ ներկայացնում էր, մասնակցել է ՀՄԷԿ-ի քննարկումներին ու ուղղակի, բայց մենակ Գարեգինի մասին չի խոսքը, բոլոր մարդիկ, ովքեր իրական ընդդիմություն են ներկայացնում, այնպես չի որ չեն հրավիրում են, հատուկեն դեպքեր է, երբ կարողանում են ինչ-որ միտք ու խոսք արտահայտել, բայց ճնշող մեծամասնությամբ, ես պիտի խնդրեմ նրանք, ովքեր կասկածում են, բացեն այդ բանավեճերը ու տեսնեն, թե ինչպիսի համաժամանակյա բազմակողմանի հարձակում է տեղի ունենում, որտեղ զուգահեռաբար խոսում են նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուներ են, որպես էքսպերտներ անկախ ներկայանում, այդ թևը եւ երկու լրագրողները միաժամանակ ինչպես են խանգարում, թույլ չեն տալի, որպեսզի այլ ընդդիմադիր հայացք ունեցող նոր, ամենակարևորը, նոր միտք ու գաղափար բերող մարդուն հնարավորություն չեն տալի խոսելու, եւ սա ակնհայտ է։ Նույն վերաբերմունքը, եթե նայեք օրինակ Պետրոս Գազարյանի եթերում, եթե ընդդիմադիրների մասին է խոսքը, անընդհատ ընդհատելու, անընդհատ խանգարելու, անընդհատ ծաղրական, այսպես հեգնական տոնով հետը խոսելու, թույլ չտալու, որ միտքը ավարտի, այսինքն միտքը չի կարող պատասխան լինել այո կամ ոչ։ Պատասխանը պիտի լինի ողջամիտ ու բացատրի ինչու ոչ եւ ինչու այո։ Եվ այսի պարագայում որևէ հնարավորություն շանս չեն տալի նորմալ միտքը ձևակերպելու հնարավորություն տալու։ Նորից առանձին բացառություններով եղել են դեպքեր, երբ որ տենց բաներ ադալժենի են արել, թույլ են տվել, որ մարդը միջև վերջ միտքը իր արտահայտի։ Դա էլ պիտի հասկանանք պատճառը որն էր։ Այս իմաստով մենք չենք դրանից էլ առաջ, երբ իրավապաշտպան գործունեությունը իրականացնում, այն ժամանակի չէին, երբ որ հասկանում են, որ կա սուր քննադատություն, այդ ժամանակ էլ չէին հրավիրում, վերջի փուլում արդեն իմ աշխատանքի, այնպես որ նոր զարմանալի ոչինչ չկա, իրենց օգտագործում են այդ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, օգտագործում են ոչ միայն իրենց ձեռքի տակ եղած ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, որոնք գնում են օրինակ հոգևորականների տները գիշերվա կեսին ծեծում են ու այսպես մտերմիկ զրույցի են հրավիրում օրինակի համար, իրենց գործիքակազմը մարդկանց գաղտնալսելու, տեսագրելու այդ գործիքը մի կողմից են օգտագործում են նաև ՀՄԷԿ-ը իրենց նորից, սա շատ կարևոր է հասկանալ, այո, կառավարության գործունեությունը պիտի լուսաբանվի, բնական է, դա շատ նորմալ է, բայց երբ որ կրոնական մի կազմակերպության դեմ բառացիորեն հակասահմանադրական, հակակոնվենցիոն, հակաիրավական, ասելա թե քրեորեն պատժելի գործողություններ են իրականացում, եւ դա լուսաբանվում է, եւ դա ներկայացնում է հանրությանը, եւ ներկայացում է որպես նորմա, որպես ճիշտ վարքագիծ, որպես միակ ճիշտ վարքագիծ, սա նորմալ չի։ Սա բոլոր գրված, չգրված օրենքներին հակասող է։ Սա միայն մեր ներպետական օրենքներին չի հակասում, սա նաև կոնվենցիաներին է հակասում, որով մեր Հայաստանը պարտավորություններ ունի, եւ ամոթալի է, երբ մարդիկ, ովքեր որ տարիներ շարունակ աշխատել են տարբեր ոլորտներում, սկսած էքսպերտներ են եղել տարբեր ոլորտներում կամ պաշտպանել են տարբեր մարդկանց, օրինակ, չգիտեմ, տարբեր կրոնական կազմակերպությունների մեկ անձի խախտված իրավունքի համար պայքար են մղել, այսօր արդարացում են ՔՊ-ի աշխատանքը ՀՄԷԿ-ով ուղղված, օրինակ առաքելական եկեղեցու դեմ։ Սա շատ ամոթալի է։ Միջազգային գործընկերներ, որոնք մեկ ցանկացած այլ կրոնական կազմակերպության հետևորդի խախտված իրավունքների համար գալիս են այստեղ մեծ դիլեգացիաներով, այսօր մի ամբողջ եկեղեցու նկատմամբ, ազգային եկեղեցու նկատմամբ հետապնդում կա եւ հարձակում կա եւ վայրակ հարձակում կա ու որևէ ձեն ու ծպտում չկա ու սա նշանակում է, որ մենք մեզ վրա պիտի վերցնենք այդ պատասխանատվությունը, անգամ գիտակցելով, որ որևէ առարկայական պատասխան այստեղից չենք ստանալու, որտեղ դա հնարավոր չի, բազմաթիվ նորից պիտի ասեմ, բազմաթիվ դեպքեր են եղել, երբ շատ առարկայական, շատ հիմնավորված ներկայացրել են տարբեր գործընկեր կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, անհատներ, ներկայացրել են բողոքներ դատախազության եւ դատախազությունը մեղմ ասած օրենքի տառից չի բխել գործողությունները։ Մենք էլ ենք հասկանում, որ արձագանքը adekvat չի լինելու, բայց դա ոչինչ չի նշանակում։ Սա ուղղակի հերթական իրենց ապագա մեղադրանքների հիմքում դրված փաստաթղթեր պիտի լինեն։ Սա շատ հստակ մտածված գործողություն է եւ պիտի իմանան նաեւ գլխավոր դատախազը ու նորից ես շատ ափսոսում եմ, որ այդքան գիտելիքը, այդքան կարողությունները
օգտագործում են նրանք, ովքեր որ ուղղակի մարդկայնորեն են մասնագիտորեն են փչացնում մարդկանց, մարդկայնորեն են փչացնում, հանցակից են դարձնում տարբեր process-ների, պիտի իմանան, որ անձնական պատասխանատվության է ենթարկվելու։ Հիմա գցել մեր Հա, գնանք։ Давайте։ Մի հատ գնանք։ Հարգելի հետևորդներ, այս պահին Նինա Կարապետյանցը իրենց դիմումը բողոքը կներկայացնեն ՀՀ դատախազության Եվ շատ շնորհակալ եմ։ Հա։ Շատ շնորհակալություն բոլոր լրատվամիջոցներին մասնակցելու համար, որովհետև սա իսկապես շատ կարևոր process է։ Դուք շատ մեծ աշխատանք եք անում, որովհետև հանրությունը բացի ՀՄ-ից պիտի հնարավորություն ունենա նաև այլ ինֆորմացիա ստանալ, այլ աղբյուրներից ստանալ եւ ձեր աշխատանքը եւ ձեր նկատմամբ այդ վերաբերմունքը մեղմ ասած անհասկանալի հատկապես նախկինում լրագրող աշխատողների կողմից շատ գնահատելի է, շնորհակալություն բոլորի, ձեզ, մեզ, բոլորիս ծով համբերություն, ուժ, չկոտրվեք, չհանձնվեք, չվախենաք, որովհետև մենք մեծ աշխատանք ունենք անելու եւ մենք պարտավոր ենք սա անել, որովհետև պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրության երաշխավորները միայն քաղաքացիներն են։ Մարդիկ, ովքեր գնահատում են ու կարևորում են Հայաստանի Հանրապետությունը, մեր շահը, մեր պետությունը, մնացած պաշտոնյաները, որոնք ի պաշտոնե դա պիտի անեն, կարծես թե չեն ուզում նկատել, չեն ուզում լսել, չեն ուզում տեսնել, բայց դա իրանց խնդիրն է, որովհետև դա առաջացնելու է իրանց համար պատասխանատվություն, անձնական պատասխանատվություն։ Շնորհակալություն շատ։ Կարապետյանց երեք Facebook-ում որ գրառում էի տեղեկացնելով լրատվամիջոցներին, որ այսօր դատախազության դիմաց ակցիա կանելու, դրան մեկնաբանությունների բաժնում հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը արձագանքել էր ձեզ, ասելով, որ հանրային հեռարձակման հանձնաժողով անվանում կառույց Հայաստանում գոյություն չունի, ապա անդրադարձել էր ձեր տեքստին եւ նշելով, որ ձեր հայտարարությունից պարզ չէ, թե վերնշված կառույցներից որ մեկի նկատմամբ եք պահանջում քրեական հետապնդում սկսել։ Հա, ենթադրում եմ, որ ծանոթ եք այս մեկնաբանությանը, ես ամբողջությամբ չընթերցել ձեր արձագանքը։ Մենք կհրապարակենք նաև այն տեքստը, որը որ հանձնել ենք, մենք կհրապարակենք, անպայման փորձելու ենք գտնել ինչ-որ ելևէջներ չարձագանքելու կամ իրանց գործողությունները արդարացնելու, իրանց համար ամեն ինչը նորմալ է, իրանց պատկերացումով ընթացքով գնում են, սա ոչինչ չի փոխելու։ Մենք տեքստը կհրապարակենք, թող տեսնեն, թե ինչի մասին է խոսքը եւ անհոգ լինեն, իրանց պատասխանատվության հարցը անպայման լինելու է։ Շնորհակալություն շատ բոլորին։ Հարգելի հետևորդներ, այսքանով ավարտում ենք մեր